Բարի լույս Շանթին հավատարիմ մեր ամենասիրելի հեռուստադիտողը։ Բարի լույս բոլորին կրկին առավոտը բացվեց, կրկին մենք եթերում ենք եւ ձեր կողքին ենք ու առաջիկա 2 ժամերը կանցկացնենք ձեզ հետ։ Կյանքի որակը չափվում է ոչ թե տևականությամբ, այլ արդյունավետությամբ ու բովանդակությամբ։ Ամեն առավոտ այս մասին հիշելու դեպքում կարելի է հիմնովեն փոխել կյանքը։ Այո, միանշանակ, այսօր հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ն է եւ օրը 3 շաբթի, աշխատանքային շաբաթը դեռ անգամ չի էլ կիսվել, այսինքն մենք շատ ու շատ օրեր կունենանք դեռ հանդիպելու։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Դաշնության առաջին ալիքի կայքը, Շեքսպիրի փոքրիկ սիրահարը, որ աչքի ընկնում նաև զարմանալի հիշողությամբ, արտասանել է Համլետի մենախոսությունը անգլերեն եւ ռուսերեն, to be or not to be. That is a question. Այլասա։ Բացի այդ, հայտարարան ցուցադրել է օտար լեզուներով երգելու մեղեդիները առաջին իսկ նոտաներից գուշակելու տաղանդը, որը բացառիկ է այս դեպքում։ Երբ մեծերը սկսում են իրենց պահել երեխաների նման, փոքրերը սկսում են հուսահատությունից լաց լինել։ Ամերիկյան ընտանիքում նման մի փորձ է անցկացվել։ Եվ ծնողները պարզապես ընտանիքի փոքրիկ անդամներին պատկերավոր ձևով ցույց են տվել, թե ինչ են նրանք անում մեծահասակների հետ, երբ մեծերը ֆուտբոլ են դիտում կամ որևէ ֆիլմ են դիտում, սերիալ եւ այլն միասին, հա։ Երեխաները բնականաբար սկսել են լաց լինել, չեն ընկալել ինչ է կատարվում, հերթական անգամ ապացուցելով, որ մենք մեր կյանքը դժվար է փոքրիկներ։ Դաս տալ, այո, բայց չգիտենք թե դա այժմ հիմա առաջարկում ենք դիտել այս փոքրիկ հատվածը, էքսպերիմենտը եւ շուտ վերադառնալ։ Ինչպես տեսակ, այս հրաշք փոքրիկը 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանն էր, իսկական ֆուրոր է առաջացրել բոլորից լավը ռուսական հաղորդման ժամանակ, մենք տեսանք դե մեր հայ երեխաներն ուրիշ են, էլի ցուցադրեցին։ 69-ամյա Էլթոն Ջոնը հայտարարել է, որ ավարտում է երաժշտական կարիերան, որը շարունակվում է արդեն ավելի քան 50 տարի։ Այդ ընթացքում նա վաճառել է իր ալբոմների 260 միլիոն օրինակ, դարձել է Գրեմի մրցանակի հնգակի դափնեկիր, նվաճել է 1 Օսկար եւ այլ մրցանակներ։ Էլթոն Ջոնը հանդես է եկել ավելի քան 3000 համերգներով, ինչը նրա կարծիքով բավական է հանգստի անցնելու համար։ Դե ինչ այս պահին, եթե նա ավարտում է արդեն իր կարիերան, արժե լսել նրա Այո, մեզ մնում է լսել երաժշտություն, հիանալի եւս մեկ անգամ ու շուտ վերադառնալ։ Անկրկնելի Էլթոն Ջոնն էր մեր եթերում, կարծում եմ նա հեռանաս Փարիզից, թե չհեռանա, միևնույն է նրա երգերը հավերժ կմնան։ Տարվա մեջ մի առիթն է, որ ներկա լինի, արդեն տեղում կլինի։ Անցնենք առաջ լուրեր աշխարհից։ Շատերն են խոստովանում, որ դեկտեմբերն ամենաարագ թռչող ամիսներից է, քանի որ օրերն անցնում են տոների սպասումով։ Հոգեբաններն առաջարկում են սպասված ամանորն առավել մեծ խնդությամբ դիմավորելու փորձված բաղադրատոմս, եւ այսպես հարկավոր է դեկտեմբերի ամեն մի օրը յուրահատուկ տոն դարձնել։ Այո, օրինակ, անծանոթներին հաճոյախոսություններ անելու միջազգային օր։ Դեկտեմբերի, չգիտեմ, 6-ին, ինչու ոչ։ Ափսոս ծանոթ ես ինձ, թե չնենց հաճոյախոսություն կանե անիջա։ Հաշտության, բարեկամության կամ տխրության դեմ պայքարի ձմեռային օր։ Բարի գործերի օր, ընթերցանության կամ կինոդիտման օր։ Այդ բարին գործելը ավելի լավ է ամեն օր էլ օգտագործել։ Այո, ողջ տարին լինի այդ օրը։ Սեփական սխալների հետ հաշտության օր, նաև խռոված բարեկամների հետ հաշտվելու օր, այն հոպար, մոպար, հորքուր, ում հետ խնդիր ունեք հաշտվեք։ Որ տարին մեկ եք տեսնվում, բացահայտումներ անելու օր եւ այլն, մի խոսքով երևակայելը թողնում ենք ձեզ, բայց կարևորն այն է, որ կանցնենք դեկտեմբերին յուրաքանչյուր օր, ամեն մեկը սկանենք որևէ լավ բան եւ դրանով դեկտեմբերը կդառնա տոնական ամիս։ Այո։ Ասենք ամանորից անբաժան տոնավաճառներին։ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում Սուրբ Ծննդյան սեզոնը պաշտոնապես բացվել է շաբաթ օրը, դեկտեմբերի 4-ին։ Այն ինչպես միշտ նշանավորվել է ծննդյան հայտնի կեքսը կտրելով։ Հազարավոր մարդիկ հավաքվել են ներկա գտնվելու աշխարհի ամենամեծ տորթի կտրելուն, որը հրապարակ է բերել ձիակառքով։ Հենց այս պահին տեսնում ենք մեր էկրաններին, ամենամեծ դրեզդենյան կեքսը կտրել է գլխավոր հրուշակագործը հսկայական արծաթե դանակով։ Ախ, այդ դանակը։ Տեսնում եք որքան մեծ է այն։ Ինչպես հավաստում են հսկա կեքսը պատրաստողները, ավելի քան 60 հրուշակագործ է մասնակցել այս հսկա տորթի պատրաստմանը։ Նրանք 1 շաբաթ շարունակ խառնել, հարել ու թխել են հսկային, դրա համար ծախսելով 1 տոննայից ավելի ալյուր, 675 կիլոգրամ կարագ, 180 կիլոգրամ շաքար եւ 1.35 միլիոն չամիչ։ Ես կարծում եմ այս տորթի մի կտորը, Անի ջան, մեր մեծ տորթերից է։ Միանշանակ, տեսնում ես որքան պատկերացնում ինչ համեղ է։ Այո, ափսոս մենք չենք փոսի, բայց նա հավերժ կմնա մեր սրտում։
Մյուս տարի հուսանք հնարավորություն կունենանք։ Ամեն տարի կազմակերպվում է, օրծերության մենք էլ կգնանք գալարի։ Ունենանք չլինի, ես մի բան կթխեմ կբերեմ Հանիջան։ Լավ, դա է ուզում լսել։ 3.55 մետր երկարությամբ եւ 1.73 մետր լայնությամբ եւ 88 սանտիմետր բարերությամբ բարձրության, հսկա տորթը կշռել է 2872 կիլոգրամ։ Հսկա քաղցրավենիքից մի կտոր ճաշակելու համար ողջ Գերմանիայից Դրեզդեն են եկել հազարավոր այցելուները Բացյանից եւ Անահիտից, որոնք համբերատար սպասել են իրենց հերթին։ Մենք էլ ենք սպասում մեր հերթին մի 10 տարի հետո։ Իդեպ առաջիկա 3 շաբաթվա ընթացքում Գերմանիայի բոլոր քաղաքների գլխավոր հրապարակներում վաճառվելու են ամանորյա հուշանվերներ եւ քաղցրավենիք եւ հնչելու է Սուրբ Ծննդյան երաժշտություն։ Տոնական տրամադրությունն ամեն ուր է։ Սուրբ Ծննդյան եւ ամանորյա տոնավաճառների մասին պատմում է նաեւ մեր մոլորակի շուրջ Jingle Bells, Jingle Bells։ Ես մոտ եմ եթում դրամաշ Ամանորին ընթരാճ ամենացանկալի ու ամենատոնական տաղավարներն արդեն զարդարել են աշխարհի հայտնի ու անհայտ փողոցները։ Ամանորյա ամենագեղեցիկ տոնավաճառների մասին հաջորդ թիվ։ Ամանորյա ուրախ շրջագայությունը սկսենք Իռլանդիայից։ Երկրի արևմուտքում գտնվող Գալուեյ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառն աշխարհում ամենահայտնիներից է։ Ամեն տարի տոներին ընթരാճ քաղաքի կենտրոնական հրապարակը զարդարվում է տոնական վաճառակետերով, ամանորի անուշեղեններով բուրող տնակներով ու տոնական գունագեղությամբ գերող խանութներով։ Զվարճալի ժամանց համեղ ու տաք ուտեստներ, հաճելի տոնական գնումներ, մեկ վայրում։ Գալուեի ամանորյա տոնավաճառը բացվում է նոյեմբերի 22-ին և մինչ դեկտեմբերի 22-ը հյուրընկալում հազարավոր այցելուների։ Տեղափոխվենք Գերմանիա Սուրբ Ծննդյան տոնավաճառների հայրենիք։ Հեքիաթային փայտե տնակներով լուսավոր ժամանցավայր, այսպիսին է Մյունխենը ամանորին ընթരാճ։ Մյունխենյան տոնավաճառներում անգամ ամենակմահաճները կգտնեն ամանորյա ինքնատիպ նվերներ, ավանդական բավարական հուշանվերներ ու ախորժելի ուտեստներ, որոնցից ամենահայտնիներն աննկարագրելի համեղ նյուրնբերգյան թխվածքաբրիթներն են։ Ամանորյա տոնավաճառների պատմությունը Մյունխենում սկիզբ է առնում 14-րդ դարից։ Առաջին տոնական շուկան կոչվել է Նիկոլաուս Մարկտ։ Սուրբ Ծննդյան տոնավաճառներն այստեղ ոչ միայն ազգային գեղեցիկ ավանդույթ են, այլև քաղաքի պատմության անբաժանելի մասը։ Այս տարի Մյունխենյան տոնավաճառները քաղաքի տոնական տրամադրությունը կապահովեն մինչև դեկտեմբերի 24-ը։ Իր տոնական խանդավառությամբ աչքի է ընկնում նաև Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը։ Քաղաքի կենտրոնում բացվել է Եվրոպայի ամենագեղեցիկ տոնավաճառներից մեկը, հեքիաթային միջավայր, տարվա ամենահեքիաթային տոնին ընթരാճ։ Այստեղ ամանորի հրաշքն ասես թևածում է ամենուր, տոնական վաճառասեղաններ ու զարդարուն սրահներ, ուրախ ոլորաններ, կարուսելներ, համեղ ուտեստներ և հյուրասիրություն, զվարճալի մրցույթներ ու շոուներ։ Էդինբուրգի ամանորյա ոգեշնչող տոնավաճառներն իրականում երկուսն են, միանգամայն տարբեր ու տարաբնույթ, մեկը եվրոպական, մյուսը ավանդական շոտլանդական։ Բայց եւ այնպես դրանք երկուսն էլ Էդինբուրգի բնակիչներին ու հյուրերին ստիպում են մոռանալ տան ճամփան մինչ ուշ երեկո, այդպես մինչև դեկտեմբերի 24-ը։ Պարզապես անհնար է շրջանցել տոնական Բերլինը։ Տոնավաճառների բացվելու հետ քաղաքն ասես տոնական զգեստներ է հագնում։ Ամանորյա շուկաների բացումն այստեղ ամենասպասելի իրադարձությունն է, իսկական տոն յուրաքանչյուր գերմանացու համար։ Ավելի քան 50 տարատեսակ ու տարաբնույթ տոնավաճառներն ունեն տիպիկ ձևավորում ու թեմատիկա։ Ալեքսանդր Պլաց տոնավաճառն այլ կերպ անվանում են խրախճանքի տուն։ Այն զբաղեցնում է մոտ 3 ֆուտբոլային մարզադաշտի տարածք։ Զվարճասերներին հրավիրում են սահելու, տաք ըմպելիքներ ու տոնական թարմ ուտեստներ վայելելու, պարելու և իհարկե կատարելու ամանորյա ամենաուրախ գնումները։
Weihnachtsmarkt տոնական շուկան ամանորին ընդառաջ դառնում է Բերլինի ամենասիրելի վայրերից մեկը։ Ջերմակ սուր տանիքներով վրանաձև տնակները միշտ հյուրընկալ են ու մարդաշատ։ Լույսերի ու գույների մեջ առկայծող շուկան իր հազար ու մի գայթակղիչ առաջարկներով ու ժամանցի տարբերակներով օրն իսկական տոնի է վերածում նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Այսպիսի ամանորյա լուսավոր տոնավաճառներ։ Մինչ ես երգում էի սկանին պարում էր, աշխարհի շուրջ պտտվեցինք։ Դադար կոմերցիոն մեր եթերում։ Կրկին բարի լույս, միանանք մեր սիրելի գործընկերուհի Մարին եւ տեսնենք թե ինչ է մեր գլխին գալու։ Ի վերջո արդեն ձյան փաթիլները Կոտայքի մարզը չեն անտեսել։ Հասկանանք Երևանում էլ ձյուն գալու է թե ոչ եւ ոչ միայն Երևանում։ Բարի լույս Մարին։ Բարի առավոտ։ Մարի ջան, ինչ է սպասվում մեզ այսօր, տեղումներ լինելու են ձյան տեսքով մայրաքաղաքում։ Այո, այսօր տեղումները եւս կշարունակվեն տարբեր տեղեր, տարբեր տեսքով, տեղ-տեղ ձյան, տեղ-տեղ ձնախառն անձրևի տեսքով, իսկ ջերմաստիճանը կնվազի 3-ից 4 աստիճանով։ Հետո Մարի, իբրև լավան ես ասում, այնքան ուրախ ես ասում։ Ինչպես դու ասացիր, այո, ոչ, Մարի ջան, ոչ, Մարի, լսում ենք քեզ, շատ վատ է։ Ահա ոչ։ Շնորհակալ եմ, բարի։ Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում, ինչպես տեսնում եք, դեռևս շարունակվում է։ Գիշերային ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում դրանք կլինեն ձյան, իսկ մյուս հատվածներում թաց ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Ցերեկային ժամերին տեղումները կշարունակվեն Վայոց-Ձորի մարզում, Սյունիքում եւ Արցախում, իսկ օդի ջերմաստիճանը կնվազի եւս 3-ից 4 աստիճանով։ Արցախում առանձին հատվածներում սպասվում է ձնախառն անձրև, այստեղ ցերեկային ժամերին կդիտվի 4 աստիճան տաքություն, գիշերը մինչև 2 աստիճան ցուրտ։ Տեղումները կշարունակվեն նաև Սյունիքի մարզում, Մեղրիում ցերեկը կլինի 6, գիշերը 3 աստիճան տաքություն, Կապանում ցերեկը 4 աստիճան տաքությունից գիշերը մինչև 1 աստիճան ցուրտ, Գորիսում ցերեկը 3 աստիճան տաքություն, գիշերը մինչև նույնքան աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի մարզում ձյուն կտեղա միայն լեռնային գոտիներում, Ջերմուկում ցերեկը կլինի 4, գիշերը մինչև 8 աստիճան ցուրտ, Եղեգնաձոր քաղաքում ցերեկը 4 աստիճան տաքությունից գիշերը մինչև 2 աստիճան ցուրտ։ Ձյան տեսքով տեղումներ կլինեն նաև Գեղարքունիքի մարզում, Մարտունիում, Գավառում եւ Սևանում ցերեկային ժամերին սպասվում է 3-ից 2, իսկ գիշերային ժամերին 4-ից 6 աստիճան ցուրտ։ Կոտայքի մարզում ձյուն կտեղա հատկապես լեռնային գոտիներում, Հրազդան քաղաքում ցերեկը սպասվում է 2, գիշերը մինչև 4 աստիճան ցուրտ, Աբովյանում ցերեկը կլինի 1, գիշերը մինչև 3 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում այսօր սպասվում է ձնախառն անձրև, Արարատի մարզում, Արարատ եւ Արտաշատ քաղաքներում ցերեկային ժամերին կդիտվի 3-ից 4 աստիճան տաքություն, գիշերը 2-ից 3 աստիճան ցուրտ։ Արմավիրի մարզում, Արմավիր եւ Աղարշապատ քաղաքներում այսօր նույն ջերմաստիճանն է, ցերեկային ժամերին այստեղ կդիտվի 3 աստիճան տաքություն, գիշերը 3-ից 4 աստիճան ցուրտ։ Արագածոտնի մարզում լեռնային գոտիներում կտեղա ձյուն, իսկ նախալեռնային հատվածներում ձնախառն անձրև։ Աշտարակ քաղաքում ցերեկը սպասվում է 2 աստիճան տաքություն, գիշերը նույնքան աստիճան ցուրտ, Ապարանում ցերեկը կլինի 2, գիշերը մինչև 6 աստիճան ցուրտ։ Տավուշի մարզում կտեղա թույլ անձրև, սակայն առանձին հատվածներում։ Իջևանում ցերեկը կլինի 0, գիշերը մինչև 2 աստիճան ցուրտ, Դիլիջանում ցերեկը 2, գիշերը մինչև 4 աստիճան ցուրտ։ Լոռու մարզում կտեղա ձնախառն անձրև, Վանաձոր քաղաքում ցերեկը սպասվում է 2 աստիճան ցուրտ, գիշերը 4, Տաշիրում ցերեկը կլինի 4, գիշերը մինչև 6 աստիճան ցուրտ։ Շիրակի մարզում ողջ տարածքում կտեղա ձյուն, Գյումրիում ցերեկը կլինի 2, գիշերը մինչև 8 աստիճան ցուրտ, Աշոտսքում ցերեկը սպասվում է 4, գիշերը մինչև 8 աստիճան ցուրտ։ Մայրաքաղաքում այսօր տեղումներ կլինեն միայն գիշերային ժամերին, քամին այստեղ հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, մթնոլորտային ճնշումը 668 մմ սնդիկություն է, իսկ օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 90%։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում, Կենտրոնում եւ Ավանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 1-ից 3 աստիճանի, իսկ գիշերային ժամերին 1-ից 2 աստիճան ցրտի։ Դե ինչ եղանակի մասին այսօր այսքանը, բոլորին հաճելի աշխատանքային երեքշաբթի եմ մաղթում։ Աղջիկներ, Այսքանից հետո չեմ հասկանում, ինչպես ես այդ հանգիստ սրտով ասում բոլորին հաճելի աշխատանքային երեքշաբթի, բայց դե որ ասում ես համաձայնենք, քեզ էլ լինում քեզ Մարի, կարևորը որ քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։
Դա քեզ մխիթարում է։ Երևի քեզ ինչի մխիթարում։ Էլ ինչից կարճենք։ Մի խոսքով Մարի, կտեսնվենք վաղը, հուսանք լավ լուրերով կգաս վաղը։ Շատ լավ, հաջողություն աղջիկներ։ Հաջողություն, իսկ մենք այս պահին հիշեցնենք մեր հաղորդման հովանավորներին։ Հիշեցնենք մեր հաղորդման հովանավորն է Ծաղկաձորի ոսկու աշխարհ հյուրանոցային համալիրը։ Հյուրանոցում գործում է մանկական խաղահրապարակ, լողավազան, խաղասրահ, բարձրակարգ համարներ, հանդիսությունների ամենամեծ սրահը։ Ամանորի տոներին ընթരാճ ամրագրեք ձեր տեղերը Ծաղկաձորի ոսկու աշխարհ հյուրանոցային համալիրում։ Ոսկու աշխարհ հյուրանոցային համալիր հեռախոսահամարն է 010 58 30 06։ Մեր գործընկերն է նաև Ուրենի ռեստորանային համալիրը, ընտանեկան ու ընկերական ժամանց է կազմակերպելու հիանալի վայր։ Համալիրում գործում է նաև Ուրենի պանդոկը, հայկական խոհանոցի հայտնի ուտեստներ, բարձրակարգ սպասարկում, լուսային եւ ձայնային հագեցվածություն եւ կենդանի երաժշտություն։ Այս ամենը անմոռանալի կդարձնեն ձեր կյանքի հիշարժան տոները։ Հանդիպման վայրը Աշտարակի խճուղի 2 Վահագնի թաղամասի դիմաց։ Հեռախոսահամար 010 39 59 60։ Մեր հաղորդման հովանավորն է Իմ ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, անոթների դուպլեքս հետազոտություն, հոդերի սոնոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, նյարդերի եւ մկանների դիագնոստիկա եւ վիտամին D-ի ախտորոշում արյան մեջ։ Այս ամենը կատարվում է զեղչված գներով, իսկ վահանաձև գեղձի ստուգումը, ողնաշարի զննումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակրության ստուգումը կատարվում է անվճար։ Իմա բժշկական կենտրոն, Հասցեն Մաշտոցի 33 կոտրակ 1 հեռախոս 50 80 50։ Իսկ եթերը շարունակում է օրվա դեղատոմսը մեր գործընկերուհի Իրինա Մկրտչյանի հետ։ Բարի լույս, մեր առողջությունն ուղիղ համեմատական է մեր ամենօրյա օրակարգին ու սննդակարգին, իսկ սխալ սննդակարգը կարող է բերել շատ վատ արդյունքների, այդ թվում ճիճվակրության։ Մանրամասները Իմա բժշկական կենտրոնի բժիշկ գաստրոենտերոլոգ Հասմիկ Թաշյանի հետ բարև ձեզ։ Ճիճվակրություն բավական տարածված երևույթ, հատկապես դեռահասության ու փոքր երեխաների շրջանում ու հատկապես մտահոգիչ ծնողների համար։ Այ ինչ է դա եւս մեկ անգամ ասենք։ Ճիճվակրություն կամ պարազիտակրությունը շատ տարածված երևույթ է ամբողջ աշխարհում։ Երկրագնդի մենակության մոտավորապես 90-95%-ը տառապում է այդ ախտով։ 10-ից հիվանդացածների մոտ միայն 7-ից 8-ի մոտ կարող են դիտվել կլինիկական նշանները, մյուսները կլինիկական նշաններ չունեն, չեն դիմում բժշկի, չեն ախտորոշվում, համապատասխան բուժում չեն ստանում, որի պատճառով նրանք վտանգավոր են եւ իրենց համար եւ շրջակա միջավայրի համար, քանի որ իրենք կարող են հանդիսանալ վարակի աղբյուր։ Այսինքն կան ճիճուներ, որոնք կարող են փոխանցվել, կան պարազիտների տեսակներ, որոնք շատ կոնտագիոզ են, օրինակ սրատուտ տեսակի որդը վարակիչ է, մարդը մարդու համար համարվում է վարակիչ։ Պարազիտակրությամբ մենք վարակվում ենք 3 ճանապարհով վարակի աղբյուրները։ Առաջինը դա ալիմենտար ճանապարհն է, երբ մենք վարակվում ենք սննդի միջոցով։ Օրինակ, այստեղ ցույց է տալի, թե ինչպես, ասենք, պարազիտի ձուն ընկնում է մեր օրգանիզմ։ Միգրացիան այստեղ շատ པարզ երևում է մեր էկրանի վրա։ Ուրեմն վարակվում ենք ալիմենտար ճանապարհով, կոնտակտ կենցաղային ճանապարհով եւ տրանսմիսիվ ճանապարհով, դա մաշկի եւ լորձաթաղանթների միջով վարակն է ընթանում։ Հայաստանում նույնպես շատ տարածված է պարազիտակրությունը եւ հատկապես ավելի շատ վարակվում է երեխաները, քան մեծերը։ Ինչու հատկապես երեխաները, որտեղ երեխաները չունեն այն եռաշերտ իմունային բարիերը, որ ունեն մեծահասակները եւ վերջապես տարիքի հետ մեծահասակների մոտ զարգանում է պարազիտային իմունիտետ։ Այսինքն պարազիտների դեմ պայքարի ամենալավ միջոցը որն է, դա մեր լավ իմունիտետն է։ Եթե մենք ունենանք լավ իմունիտետ, ապա պարազիտները նույնիսկ օրգանիզմ որոշ ժամանակից հետո նրանք կարող են առանց որևէ, այսպես ասած, կլինիկական նշան առաջացնել, օրինակ ասկարիդոզի դեպքում պարազիտը 1 տարի հետո, իր միգրացիան կատարելուց հետո, մեր լավ իմունիտետի շնորհիվ 1 տարի հետո այն կարող է կղանքով դուրս գալ օրգանիզմից։ Ինչ նշաններով են արտահայտվում հիմնականում։ Պարազիտակրության դեպքում կլինիկական նշանները կարող են լինել շատ տարբեր։ Դրանք կարող են սկսվել մաշկային երևույթներով։ Երեխան դիմում է երկարատև ժամանակ մեծահասակը ունենում ալերգիկ երևույթներ, ատիպիկ դերմատիտներ, կապված մաշկի հետ։ Երեխայի մոտ կարող է լինել կամ մեծահասակի մոտ կարող է լինել հազ, հեվոց, կարող է շնչառական ուղիների կողմից բրբոքումներ, կրկավող թոքաբորբեր կարող են լինել, բրոնխիտներ կարող են լինել, ատամ կրճտացնել,
թքահոսություն եւ այլն, հիմնականում ծնողները նման գանգատներով են դիմում։ Դա նշան է։ Ուրեմն, ես ձեզ ասեմ, այդ ատամները կրճտացնելը կոչվում է բրոքսիզմ։ Չի նշանակում, որ երեխան ունի ճիճվագություն, պիտի անպայման ատամները կրճտացնի։ Դա կապված է ուղղակի նյարդային համակարգի հետ, այսինքն պարազիտների ներգործության, տոքսինների ներգործության ազդեցությունը նյարդային համակարգի վրա, որ արտահայտվում է այդ կրճտոցով։ Թքահոսությունը, աղեստամոքսային տրակտի կողմից տարբեր խանգարումները, դրա կարող են լինել լուծերը, փորկապությունները, ախորժակի անկումը եւ հակառակ, օրինակ տափակ որդերի դեպքում ընդհակառակ կարող է դիտվել նույնիսկ բուլեմիա։ Երեխաների մոտ կարող են դիտվել որովայնում տարբեր ուժգնության ցավեր, երեխաների մոտ լուծը կարող է ընդունել քրոնիկ բնույթ, անգամ այն կարող է դիտվել առանց լորձի եւ այրան։ Երեխաները կորցնում են քունը, նյարդային համակարգի կողմից են խիստ խանգարումներ նկատվում։ Երեխաները կորցնում են իրենց ֆիզիկական եւ մտավոր ունակությունները, վատ են քնում, վատ են սովորում դասերը կամ դառնում են խիստ կամակոր երեխաները։ Բուժումը որպես կանոն արդյունավետ է ու արդյոք կա վտանգ կրկին կրկնվելու։ Իհարկե կա կրկին կրկնվելու։ Դրա համար պետք է անպայման կատարել դիագնոստիկան, քանի որ կան պարազիտի տեսակներ, օրինակ սրատուտի դեպքում, երբ որ հայտնաբերվում է ընտանիքում, պետք է բուժում ստանան ընտանիքի բոլոր անդամները, քանի որ ես նշեցի, որ դա խիստ կոնտագիոզ է, այսինքն մարդը մարդու համար համարվում է վարակիչ։ Եվ սրատուտի դեպքում ես նշեմ մի շատ կարևոր փաստ, որովհետեւ մեր սիրելի ծնողները դրան ուշադրություն դարձնեն, հատկապես աղջիկ երեխաների մոտ, այն որ գիշերը կատարվում է ձվադրումը, այդ ձվիկները կարող են ստուգալ նաև երեխաների, աղջիկների մոտ սեռական ճեղքը, որը առաջացնում է սեռական օրգանների բորբոքում եւ առաջացնում է մանկական օնանիզմի պատկեր։ Քանի որ այսքան խոսեցինք պարազիտակության մասին եւ Հայաստանում այն իդեպ նույնպես շատ տարածված է, ես կուզենայի ուղղակի կոչ անել, որպեսզի ստուգվեք պրոֆիլակտիկ պարազիտակության հանդեպ, քանի որ պարազիտակության անվան տակ կարող են թաքնված լինել շատ հիվանդություններ եւ բացի այդ պարազիտակության արկայությունը մեր օրգանիզմում ավելի դժվար են ընթանում մյուս բոլոր հիվանդությունները։ Պարազիտակություն ստուգվելու համար կարող է գալ իմաբժշկական կենտրոն, իմաբժշկական կենտրոնում շարունակական է պարազիտակության անվճար ստուգումը համակարգչային մեթոդով եւ այդ կատարվելու է առանց տարիքային սահմանափակման եւ երեխաները եւ մեծերը կարող են գալ հետազոտվել։ Շնորհակալություն հիանալի հնարավորության համար, իսկ դուք մեր դեղատոմսերին կարող եք հետևել յուրաքանչյուր աշխատանքային առավոտ, մենք քիչ անց կրկին կմիանանք։ Շնորհակալություն օգտակար խորհուրդների համար, չմոռանանք, որ առջևում ամանորն է, Սուրբ Ծննդյան տոնին մնացել է ընդամենը հաշված օրեր եւ աշխարհի տարբեր անկյուններում մեկնարկում են տոնական զանազան նախաձեռնություններ։ Դրանցից է Սանտա Ֆանրան ամենամյա 5-րդ փառատոնը։ Դրա շրջանակներում Սանտա Կլաուսի հանդերձներով միլիոնավոր մարդիկ մասնակցում են վազքի մարաթոնների, սերֆինգի մրցումների, հանդիսավոր շքերթների եւ այլն, մենք հենց այս պահին տեսնում ենք մեր էկրաններին։ Շատ ձմեռ պապիկներ ենք տեսնում, ինչպես նշում է The Daily Mail-ը, զանգվածային բացօթյա միջոցառումները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում, ինչպես նաև եվրոպական քաղաքներում՝ Ցյուրիխում, Աթենքում, Լիվերպուլում, Լոնդոնում եւ ցավոք ոչ Հայաստանում եւ Երևանում։ Միջոցառումներից շատերը կրել են բարեգործական բնույթ, ես էլ եմ ուզում գնալ վազել այնտեղ։ Հրաշք է, բոլորը ձմեռ պապիկներն ու Սանտա Կլաուսներն։ Ուրախ վազք։ Կցանկանայի մեզ մոտ միասնական որևէ նման միջոցառում լինի։ Մենք է ձնանուշիկներով գնանք։ Ինչու վատ ձմեռ պապիկ կլինենք։ Մենք միայն Արագածի լանջին շուրջ պար ենք բռնում եւ լինում հայեցի։ Ահա այսպիսին էր տեսանյութը, իսկ այժմ Երևանի նախատոնական կարևոր իրադարձություններից մեկի օպերայի հրապարակում գործող սահադաշտի բացման մասին մենք ունենք պատրաստած տեսանյութ հենց ձեզ համար։ Դիտենք։ Արդեն 12-րդ տարին է, ինչ Երևանում, երբ գալիս է ձմեռը, Կարապի վերածվում է սահադաշտի, որտեղ երևանցիներն ու ոչ միայն երևանցիները գալիս են սահելու, նաև սահողներին նայելու։ Երբևէ չեմ սահել, բայց այս տարի ցանկություն ունեմ փորձելու, որ մեջս շատ հետաքրքրություն առաջացավ սահել սառույցի վրա։ Գալիս ենք, սահել ենք, փորձել ենք, փոքր թորնիկս խակեիստ է։ Չենք փորձել, բայց նայում ենք։
շատ լավ է, շատ հաճելի է։ Ես երբևիցե չեմ փորձել, առաջի անգամ եմ սենց բացմանը սահադաշտի, շատ մեծ տպավորություններով, շատ ոգևորված, հնարավոր է այս տարի սահեմ։ Դու չես ուզում սահել։ Ուզում եմ։ Բա ինչու չես սահում։ Վախենում եմ։ Այսպիսի հրաշալի սահադաշտի բացում կարծում եմ տոնական էր եւ տոնական է կշարունակվի։ Իսկ այս պահին մեր եթերում գովազդ է։ Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի երկրաշարժ ֆիլմը կպայքարի ոսկե գլոբուս մրցանակի համար լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, ընդգրկվելով մրցանակի հիմնական հավակնորդների ցանկում։ Մրցանակի կարծրացակը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին։ Դե ինչ հաջողություն ենք մաղթում այդ Սպասում ֆիլմին ենք եւ սպասում ենք անհամբեր։ Իսկ այժմ հայկական շոու բիզնեսի նորություններից հայկական լեբլեբիջների խմբերքի կատարմամբ նոր տեսահոլովակ է ներկայացրել սիրված երգչուհի Սոֆի Մխեյանը։ Այժմ այն կհանձնենք ձեր դատին, այնուհետև կզրուցենք երգչուհու հետ Շանթի ուղիղ եթերում։ Դե ինչ նոր տեսահոլովակի անցնող տարում ունեցած ձեռքբերումների, նոր տարում սպասվելիք ստեղծագործական պլանների եւ ապագայի այլ ծրագրերի մասին այսօր խոսելու ենք Սոֆի Մխեյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի լույս Սոֆի։ Բարի լույս։ Ուրախ ենք, որ մեր տաղավարում եք եւ շատ հետաքրքիր էր եւ անսպասելի մեկնաբանություններ։ Մի փոքր պատմեք այն մասին, ինչպես ընտրվեց երգը, ինչու հենց այս երգը եւ արդեն տեսահոլովակի։ Շնորհակալ եմ, հաճելի այսօր բարի լույսը դիմավորել ձեզ մոտ, այսքան պայծառ, լուսավոր։ Ճիշտ ասած, գաղափարը երգի եղավ մոտ 1.5 տարի առաջ։ Տարիներ առաջ, երբ երգեցի Հայաստանի երգը, ավելի շատ այսպես հայրենասիրական մոտիվներով, կար ցանկություն, արդեն անցել է 2012-ից 4 տարի եւ հասկացա, որ էլի այսպես ցանկություն ունեմ մի նոր երգ կատարելու, բայց նաեւ հասկանում եմ, որ շատ դժվար է այսօր գտնել մի նոր երգ, որ կարելի է այսպես այդ ոգին, այդ ուժը կարող եմ բարձրաձայնել եւ փոխանցել եւ անդադ փնտրտուքի մեջ էի եւ օրերից մի օր հասկացա, որ երևի թե ավելի լավ տարբերակ կան մոտենալ եւ հիշել այն երգերը, որոնք որ վաղուց երգվում են եւ կարծես թե այսպես ժողովրդի մեջ ապրում են, այո, ավելի լավ տարբերակ երևի թե չէի կարող գտնել եւ երգը սկսվեց արդեն աշխատանքային process-ը, բայց ցավոք սրտի այն դեպքերը, որոնք որ եղան ապրիլյան, այնուհետև այս ամբողջ այսպես խառնաշփոթը երգը կամայից փոխեց, որովհետև եթե չեմ սխալվում կատակ երգ է, մի փոքր այլ մեկնաբանում է ստացել։ Ես ասեմ, որ ի սկզբանե, այո, ճիշտ է, կատակ երգ է, բայց կարծում եմ այս երգը արդեն տարիների վեր, կարծես թե ժամանակի ընթացքում էլ նույնիսկ ավելի դարձել է ոգևորող մի բան։ Ես նկատել եմ նաև, որ զինվորներն էլ կարող են միասին հավաքվել եւ որոշումը այդպեսին էր, բայց երբ կար ցանկություն այս երգը նկարելու, դեռ չեն եղել այս ապրիլյան դեպքերը եւ ճիշտն ասած ամեն ինչ շատ ավելի այսպես դրական եւ ուրիշ էմոցիաների մեջ էին ընթանում, բայց ինչ ցավալի այդ օրերը, այդ ամենը հետաձգեցին եւ process-ը եւ աշխատանքը եւ իմ էմոցիաները, ընդհանրապես ամեն ինչ կարծես թե այսպես մի քիչ անորոշ վիճակում էր, այնուհետեւ երբ ամեն ինչ արդեն հանդարտվեց, երգը ստացավ իր վերջնական այսպես տարբերակը, իսկ տեսահոլովակը արդեն նաեւ ունեցավ իր այս ձևով ներկայացնելու որոշումը
Դրա համար մի քիչ ավելի չգիտեմ ինչքանով է որոշումը ճիշտ, բայց կարծում եմ, որ այն երգերից է, որ անգամ լինելով կատակ շատ սիրված երգ է եւ կարծում եմ այս փոփոխությունն էլ եւ նոր մեկնաբանությունն էլ եւս շատ սիրվել։ Կարծում եմ այլ այդ մասին խոսում են դիտումները։ Հարցը ձեզ ուղղեմ ոչ միայն որպես երգչուհի, այլ նաեւ դերասանուհի, որովհետեւ ինձ համար տեսահոլովակում ավելի շատ էստեղ խաղարկային էր դերը, ինչ որտեղ դրամատիկ էր վերջում, սկզբում հզոր։ Ձեզ համար դժվար չէր, որովհետեւ սովորաբար երգիչները ընտրում են դերասաններ, իրենք պարզապես ֆոնային երգում են։ Այս բարգամ դուք հենց հերոսուհին եք։ Ես միշտ փորձում եմ յուրաքանչյուր աշխատանքի մեջ մաքսիմալ կարողանալ հետաքրքիր եւ ես ինքս ներկայանալ, ուրախ եմ, որ այս դեպքում ոչ առաջին, արդեն որերորդ համագործակցությունն է ռեժիսոր Արեն Բայազյանի հետ, ով հավատում է եւ վստահում է, որ ես էլ կարող եմ ներկայանալ որպես հերոս եւ իմ դերասանական խաղով երևի թե կարիք չլինի, այո, մեկ այլ դերասանի, այլ ես հենց ինքս լինեմ եւ Արենի որոշմամբ նաեւ իմ այսպես ռիսկով մենք արեցինք դա, հուսամ որ ստացվել է, հուսամ որ այդ էմոցիան, որը տվել ենք տեսահոլովակում, հասնում է իր այսպես նշանակակետին, ես նայում էի, այո, թե ինչպես էիր դու նաև դիտում տեսահոլովակը եւ ամեն ինչ քեզ համար շատ ավելի պարզ էր ու հաճելի, կարծում եմ ուրեմն ստացվել է։ Այո, հասկանալի է, որ կանանց ուժն եք փոխանցում այն զինվորներին, ովքեր այսօր սահմանում են ամենայն դեպս ըստ թեմայի տեսահոլովակի, եւ հետաքրքիր դա նաև կոմիտքն եղել, թե Արենի։ Ճիշտ ասած, ես ունեի այդ գաղափարը եւ հասկանում էի ու պատկերացնում էի, որովհետեւ սերը այդ ամենամեծ ու կարևոր զգացողությունն է, որ կարող է, կարծում եմ, չասեմ փրկել աշխարհը, բայց երևի թե այդպեսին, բայց թե կա սեր, ապա ամեն ինչում կա ուժ, կա հզորություն եւ կինը, մայրը, քույրը ամենակարևոր կարծում եմ շարժիչ ուժն են, որ կարող են լինել տղամարդու կողքին, այս դեպքում բացառություն չէ, մենք էլ պատրաստ ենք, երբ պահը գա, վերցնենք մեր հնարավոր ձեռքի եղած իրերը ու գնալ կանգնել նրանց կողքին ու կռվել նրանց հետ միասին։ Վերջին շրջանում, ինչպես միշտ, այնպես էլ վերջին շրջանում շատ եք շրջագայել, գիտեմ, որ երկու առաջ եկել եք, վաղ էլի գնում եք, այս մասին մի փոքր, հա, եթե կարելի է։ Այո, շատ այսպես բուրն է, ակտիվ է շրջագայություններս, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև ամեն անգամ երբ ինչ-որ պրոցես է կատարվում, ինչ-որ նոր աշխատանքներ, միշտ արտիստի համար շատ կարևոր է, որ գնահատվում է եւ սկսում են համերգային այս տարբեր քաղաքներում ելույթ ունենալու հնարավորությունները, ցանկությունները մարդիկ ուզում են տեսնել եւ այնպես ստացվեց, որ ես արդեն մոտավորապես 1.5 ամիս կարծես թե քաղաքում չեմ կամ եթե քաղաքում եմ գալիս եմ, հասցնում եմ փոխեմ հնարավոր բոլոր իրերը եւ հաջորդ օրը մեկն եմ։ Դրա մասին էր խոսքը։ Սոֆին ամենուր է, բայց կարծես թե մեր Հայաստանում մի փոքր պակաս են արդեն, պակասը զգում ենք։ Ինչով է սա պայմանավորված, որ մեր երկիչները վերջին շրջանում շատ են սկսել դուրս գնալ եւ դրսում լինել։ Պիտի խոստովանեմ, այո, որ Հայաստանում մի քիչ ավելի պասիվացել են համերգային այս գեղեցիկ, չգիտեմ, հանդիպումները, ցավոք սրտի, որովհետեւ մենք իսկապես շատ ենք կարոտում եւ եթե առաջ ունեինք հնարավորություն բարբերաբար հանդիպելու, կիսվելու, հաշտվելու մեր հանդիսատեսհետ, այսօր շատ ավելի քիչ է։ Հա, այնպես է ստացվում, որ նաեւ հրավերներն են լինում դրսից եւ մենք պահը բաց չենք թողում, որովհետեւ արտիստը պետք է կարողանալ տարածվել, պետք է կարողանալ հասցնել արված աշխատանքը նաև օտար երկրներում, այնպես ստացվեց, որ ունեի հրավեր Միացյալ Նահանգներում էի, այնուհետև նույնիսկ մեկնեցի Մեքսիկո, ունեի շրջագայություն այսպես մեծ նավի վրա, հայ համայնքի համար, հայեր էին այդ նավի վրա, մեծ նավ էր, որը այսպես ուղղությունը դեպի Մեքսիկո էր, բայց այդ նավի վրա նաև տեղի էր ունենում հետաքրքիր շոու ծրագիր, որտեղ կային մոտ 600 հայ եւ 600 հայը ներկա են հենց այդ հանդիպմանին, չեմ ես շատ ուրախ եմ, որտեղ եւ հասկանում ես, որ հասնում ես Մեքսիկո, բայց նաեւ այնտեղ քեզ լսում են եւ քո կողքին են, իրականում երջանկություն է արտիստի համար, այնուհետեւ շատ արագ վերադարձա, հասցրեցի լինեմ արդեն 1 օր առաջ Մոսկվայում, այսօր վերադարձել եմ եւ վաղ առավոտյան մեկնելու եմ շատ սիրելի Թեհրան, Պարսկաստան, այնտեղ ունենք համերգներ,
օգտվելով առիթից, այո, ուզում եմ ասել, որ դեկտեմբերի 8-ին եւ 9-ին Արարատ մարզավանի Սասունցի Դավիթ սրահում հանդիպելու ենք իմ շատ սիրելի Թերանի այսպես հայության հետ, լինելու եմ ես, շատ սիրելի գոլեգա ընկերներս Էրիկը Կարապետյան, Նունեն Եսայան եւ այս գեղեցիկ համերգը կվարի Նազենին Հովանիսյան։ Մի խոսքով շատ հետաքրքիր ու լավ, այո, համերգներ են սպասում, այնպես որ սպասում ենք, վստահ եմ, որ հիմա մեզ նաև դիտում են նրանք։ Սոֆի, դուք այն եզակի երգչուներից եք, որ միշտ փոփոխվում եք, այսինքն մենք չենք հասցնում ձանձրանալ, լինում եք շատ ակտիվ, հետո դրամատիկ, հետո այո, ներկայանում։ Առաջիկայում ինչ ծրագրեր կա։ Դուք դեռ չեք գտել ձեր ոճը, թե պարզապես սիրում եք փոփոխել։ Ես միանշանակ կարծում եմ գտել եմ իմ ոճը, եւ պարզապես ես կարծում եմ, որ արտիստը երբ տարբեր է, երբ փոփոխվում է, դա միանշանակ հանդիսատեսին հետաքրքիր է։ Այո, տեսնել նրան տարբեր տեսակի մեջ, տարբեր կերպարներում եւ ես սիրում եմ փոփոխվել, ռիսկային եմ, հուրախություն ինձ հնարավորություն կա փոփոխվելու եւ այդ տարբերակները պարբերաբար շատ այսպես հանդիսատեսի եւ մարդկանց կողմից ողջունում են ու նրանք ինձ ուժ են տալի, որ ես հասկանամ ինչու ոչ կարելի է այս տարբերակներ փորձել, սա էլ ներկայացնել եւ կարծում եմ ամենավառ ապացույցներից մեկը հենց այս տեսահոլովակն է եւ այս երգի։ Այո, մինչ այդ զուգերգն էր Վիգենի հետ, որը տեսակով եւ իր տարբերակով շատ տարբեր էր, հասցրել եմ լինել նաեւ ձեր տաղավարում այդ երգով։ Հիմա այս որոշումը ասեմ, որ հաջորդը կլինի էլի շատ կտրուկ, որ այդ ենք ուզում ասել, կարաչիկային կա, բայց չեմ ուզում ասել, կարող եմ պատմել, բայց մոտավորապես երբ կլինի։ Հաջորդ տարվա մեջ։ Բնականաբար, ամփոփելով 16 թվականը, քանի որ արդեն դեկտեմբեր ամսվա մեջ ենք, ինչպիսին էր այն ձեզ համար, ստեղծագործական եւ եթե թույլ կտաք անձնական առումով։ Անձնական առումով միշտ հարցերը տրվում են եւ ես համեստորեն լռում եմ։ Արկածը ամեն ինչ կարգին է։ Դա Աստված, այո, դա Աստված ամեն ինչ լավ կլինի եւ այն կարեւոր իրադարձությամբ, որը հաստատ որ պետք լինի, ես անպայման կկիսվեմ, այո, եւ կասեմ։ Իսկ ինչը վերաբերում է ստեղծագործական առումով, ես անչափ ուրախ եմ, որ կա հնարավորություն անընդհատ աշխատելու, գործելու, ներկայացնելու, բարբերաբար նոր հետաքրքիր գաղափարներ, որոնք ես ներկայացնում եմ, եւ շատ ուրախ եմ, որ անկեղծորեն արձագանքը տարածում այնպես է լինում, որ ես հասցնում եմ տարվա ընթացքում լինել աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր մասերում եւ ներկայացնել են բոլոր աշխատանքները ու արժանանալ հանդիսատեսի ու մարդկանց ժպիտներին, ծափերին, հիացմունքին։ Ամենակարևոր բանն է արտիստի համար։ Սա երգչուհու արտիստի համար իր կյանքի լավ կողմն է։ Իսկ ո՞րն է վատ կողմը, որ մի փոքր կան շատ չասեմ վատ կողմեր, բայց իհարկե դժվարություններ, որոնք միշտ կան, բայց էկրանից այս կողմ ես համենայն դեպս երբեք չեմ սիրում դրանք ցույց տալ, բարձրաձայնել, ես փորձում եմ միշտ ավելի դրական կողմը ներկայացնել ու վստահ եմ, որ այդպես շատ ավելի ճիշտ է եւ շատ ավելի լավ է հոգսը տեղից էլ շատ հոգսեր կան, շատ խնդիրներ, ես չեմ ուզում իմ այսպես երգերով կամ իմ տեսակով ծանրաբեռնել եւ կարծում այդպիսին էլ չեմ Ուսամ ես իմ ժպիտով, իմ դրական էներգիայով կարողանում եմ գոնե ինչ-որ մեկին, ինչ-որ մի պահի ժպիտ պարգևել, ուրեմն շատ ավելի կարևոր բան եմ անում։ Սոֆի, իսկ երբևէ եղել այդքան շրջագայությունների ժամանակ բեմում մի անսպասելի բան, որի տակից դուրս եք եկել, երաժշտություն անջատվի։ Բայ անթիվ համար ես կարծես թե բացառություն չէ ու ամեն ինչ միշտ այսպես ինձ հետ կատարվում է եւ երաժշտությունն է անջատվել եւ ինչ որ սխալ մի բան է կատարվում, եղել է սայթակել եմ եւ ընկել եմ բեմի վրա, ամեն ինչ հնարավոր է, բայց ես այնքանով եմ ուրախ եւ հանգիստ, որ կարծես թե այսպես շատ ինչ որ մի դեպք չի եղել, որ խառնվեմ իրար եւ կարողացել եմ հանդիսատեսի հետ կիսվել, ասեմ, որ մարդ եմ, այո, կարող եմ այսպիսի բաներ կարող է լինել։ Լավ, այդ դեպքում ինձնից օրինակ, ինձ մոտ մի անգամ եղել է, որ ձայնը կտրվել է եթերից առաջ, բայց ես անփոխարինելի չեմ, Կարանահիտը եւ ինձ փրկեց։ Սոֆի Միխայելը մեկն է։ Ինչ կլինի, եթե նա համերգից առաջ Աստված շանի ձայնը կորցնի։ Նայեք, ձայնի հետ կապված իհարկե, այո, շատ խնդիր է, որտեղ եթե հիմա նույնիսկ նկատեք, մի քիչ կա խզվածություն, դա անթիվ անհամար շրջագայություն
հատկություններն են եւ օդափոխություններն ու ճամփորդությունները, որոնք ձայնի վրա ազդում են եւ ես ավելի հաճախ փորձում եմ մի քիչ լռել, բայց այնպես է ստացվում, որ ես բարձրանում եմ բեմ, ես ձեզ հավատացնում եմ, ես չգիտեմ ինչ է կատարվում, բայց ամեն ինչ ուղակի մոռանում եմ եւ ձայնը տեղում է։ Ես կարողանում եմ երգել, ես կարողանում եմ կիսվել ու այո, իսկապես փայտին է պետք վել եւ ամեն ինչ կարծես թե դառնում է լիարժեք ու լիակատար։ Ուրիշ բան, որ հետո արդեն նույնիսկ խոսել եմ դժվարանում, բայց հենց բարձրանում եմ բամ, երևի այդ սերը, այդ բեմը բուժում է։ Հա, այո, բեմը բուժիչ է։ Իսկ ինչ երազանք ունեք եւ ինչ կխնդրեք ձմեռ պապիկից։ Երեք ձմեռ պապիկին բոլորը նամակ էին գրում, մենք էլ, դուք ինչ կգրեիք, ինչ կխնդրեք 2017-ի համար։ Երբեմն հենց կենթանի գրում ես շատ իրատես եմ եւ շատ շնորհակալ եմ ընդհանրապես ձմեռ պապիկին եւ ընդհանրապես բոլոր մարդկանց, ովքեր կարողանում են մեր երազանքները իրականություն դարձնել, բայց այս դեպքում շատ իրատես լինելով ես պարզապես ուզում եմ խնդրել խաղաղություն լինի ու կլինի դա ձմեռ պապիկի թե վերինի այսպես կողմից թող լինի խաղաղություն, թող չլինի այն ամենը, ինչ մենք այս տարվա ընթացքում հասցրեցինք տեսնել, որովհետև եթե կա խաղաղություն, կա հանգստություն, ապա կա սեր։ Եթե կա սեր, ուրեմն ամեն ինչ կարգին կլինի։ Դա Աստված լինեն առողջ, հնարավորինս երկար մեր կողքին բոլոր մեր հարազատ մարդիկ, ժպտան, լինեն սիրված ու ամեն ինչ լավ լինի։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, այսպեսին էր Սոֆի Մխյանը, ձեզ շատ շնորհակալ ենք անկեղծ անմիջական զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, այսքան ջերմության համար։ Լավ լինի։ Ձեզ հաջողություն ենք մաղթում եւ ստեղծագործական եւ անձնական հարաբերություններում եկող տարի եւ սպասում ենք իհարկե նորություններով, ինչպես միշտ մեզ մոտ։ Ձեզ եմ կրկին շնորհակալ, ձեզ բարի ընթացք, շատ շուտով անպայն խոստանում եմ էլի գալ ձեզ հյուր։ Իսկ մեր եթերում միասին ասում ենք գո վաստ։ Ինչ վերադարձան կոմերցիոն դադարից հետո այժմ ժամանակն է հիշելու մեր գործընկերներին։ Մեր հաղորդման հովանավորն է Իմ ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, անոթների դուպլեքս հետազոտություն, հոդերի սոնոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, նյարդերի եւ մկանների դիագնոստիկա եւ վիտամին D-ի ախտորոշում արյան մեջ։ Այս ամենը կատարվում է զեղչված գներով, իսկ վահանաձև գեղձի ստուգումը, ողնաշարի զննումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակրության ստուգումը կատարվում է անվճար։ Բժշկական կենտրոն, Հասցեն Մաշտոցի 33, կոտորակ 1, հեռախոսահամար 50 80 50։ Մեր հաղորդման մյուս հովանավորն է Ծաղկաձորի Ոսկու Աշխատ հյուրանոցային համալիրը։ Հյուրանոցում գործում է մանկական խաղահրապարակ, լողավազան, խաղասրահ, բարձրակարգ համարներ ու հանդիսությունների ամենամեծ սրահը։ Ամանորի տոներին ընդառաջ ամրագրեք ձեր տեղերը Ծաղկաձորի Ոսկու Աշխատ հյուրանոցային համալիրում։ Ոսկու Աշխարհ հյուրանոցային համալիր, հեռախոս 010 58 30 06։ Մեր գործընկերն է նաև Ուրենի ռեստորանային համալիրը, ընտանեկան եւ ընկերական ժամանցը կազմակերպելու հիանալի վայր։ Համալիրում գործում է նաև Ուրենի պանդոկը։ Հայկական խոհանոցի հայտնի ուտեստներ, բարձրակարգ սպասարկում, լուսային եւ ձայնային հագեցվածություն եւ կենթանի երաժշտություն, այս ամենը անմոռանալի կդարձնեն ձեր կյանքի հիշարժան տոները։ Հանդիպման վայրը աշտարակի խճուղի 2 Վահագնի թաղամասի դիմաց, հեռախոս 010 39 59 60։ Իսկ եթերը շարունակում է օրվա դեղատոմսը իր ժողովրդական խորհուրդներով։ Շարունակելով խոսել առողջության մասին, այս անգամ մեր ուշադրության կենտրոնում Գարին է, ինչքանով է այն առողջարար եւ օգտակար եւ ում է ցուցված հատկապես Գարեձավար պարզենք Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ տիկին Մարիամ։ Բարև ձեզ։ Այսպիսով Գարին սննդակարգում սննդի մեջ օգտագործել ինչքանով է կարելի ու ինչ նյութեր է պարունակում։ Իհարկե մոռացված սննդատեսակի համար։ Որպես կանոն այնքան է շատ կիրառություն։ Եվ ժամանակին սովետական ժամանակներում, երբ տանում էին մեր տղաներին ծառայության, ապա այդ ժամանակ էր շատ այնտեղ օգտագործվում եւ շիլաների տեսքով եւ բավականին նույնիսկ տղաները կազդուրված առողջ գալիս էին, ինչու, որովհետեւ կա միկրոէլեմենտների հզոր քանակություն, որը անհրաժեշտ է յուրաքանչյուրիս։ Աղեստամոքսային
ստամոքսային տրակտի համար միանվագ կարելի ասել անփոխարինելի սնունդ, ապա յուրաքանչյուրին խորհուրդ է տրվում, որպեսզի փորկապությունը վերացվի, նրա մեջ կա չափից ավելի մեծ քանակությամբ բջջանյութ, իսկ բջջանյութը բոլորս գիտենք ինչ է անում, բջջանյութը կարգավորում է խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, աղիների կծկումներն է լավացում եւ նպաստում է նրան, որ եթե գնում է ստամոքս, ապա ստամոքսահյութի ազդեցության տակ իր մեջ ներեծծում օրգանիզմի համար ոչ պիտանին դա, խոլիստերինն է, գրեթե 30% խոլիստերինը եւ բացի այդ այն նպաստում է, որ ծանր մետաղները, քիմիական նյութերը, որը շատ դժվարացնում են մեր լյարդի ֆունկցիան, որը մեր առողջության համար վտանգավոր են, կարելի է ասել կծկումներով տանում է եւ հեռացնում օրգանիզմից։ Նրա համար եթե իհարկե գարի անպայման պետք է թեփով ուտել, որովհետև նրա մեջ բջջանյութը ավելի շատ է, միկրոէլեմենտները շատ է, եթե աղացած, ապա շիլաների տեսքով անպայման, իհարկե պետք է այստեղ անպայման խորհուրդ տալ, որ կարելի է քիչ քանակությամբ աղ եւ կարագ օգտագործել, որպեսզի իր միկրոէլեմենտների հզոր քանակությունը պահպանվի ու չքայքայվի։ Իսկ գարեհացը նույնպես ավելի ցանկալի ու նախապատվելի է։ Իհարկե գարեհացը նույնպես ավելի ցանկալի եւ ավելի առաջնային է, որովհետեւ կա այնտեղ միկրոէլեմենտների նույնպես B խմբի վիտամիններ, որը անհրաժեշտ է գրեթե բոլորիս եւ B խմբի վիտամինները ինքը նպաստում է, որ կարգավորում է մեր նյարդային համակարգը, կարգավորում է սիրտանոթային համակարգը եւ չի թողնում տրոմներ առաջանան եւ բացի այդ կարելի ասել մենք ամեն նման սնունդ օգտագործելուց հետո մեր օրգանիզմը վիտամիններով եւ միկրոէլեմենտներով հարստացնում ենք։ Դրա համար պետք է օգտագործել այսպես։ Եթե կա ստամոքսային տրակտի բորբոքում, ուղղակի վերցնում ենք ինչպես 2 թեյի գթալ այս չափաբաժնով կարող են իրենք մեծ չափաբաժնով օգտագործել, 2 թեյի գթալ եւ իհարկե 200 գրամ ջուր, ընդ որում անպայման պետք է դնել այս ջուրը տաք վաննայի մեջ, թողնում ենք մոտարապես 15-20 րոպե, ընդ որում կրակը պետք է լինի մարմանդ եւ դրանից հետո 20 րոպե հետո մենք թողնում ենք որ հանգստանա, այնուհետեւ քամում եւ խմում ենք նույնիսկ ջուրը շատ օգտակար է։ Ինչու այսքան երկար ժամանակ, որովհետև այն 4 տեսակի հատիկները, որպեսզի մինչև փափկի, մինչև իր միկրոէլեմենտները տա, մինչև իր դրական, երկար ժամանակ է պահանջում, բայց այս իհարկե հատիկները, եթե ամառվա շրջանում է լինում, եթե մենք օգտագործենք, քանի որ նոր քաղված վիճակ է, հենց այդպես վերցնենք եւ օգտագործենք ամեն անգամ, ամեն առավոտյան ընդամենը 1 ճաշի գթալ կամ թեկուզ 2 ճաշի գթալ, որովհետեւ այն բացարձակ վնաս չի օրգանիզմի համար եւ ընդհակառակը ոչ միայն վնասակար այլ չափից ավելի օգտակար է եւ մենք ունենանք եւ միկրոէլեմենտներ եւ սիրտանոթային համակարգի նորմալ աշխատանք եւ աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանք եւ բացի այդ մենք կլինենք չափից ավելի առողջ։ Շնորհակալություն, այսպիսով այսօրվանից եւ այսուհետ չենք անտեսում այլևս գարին, շարունակեք հետևել մեզ, իսկ մենք կշարունակենք պրպտել ու գտնել միայն ու միայն օգտակարը։ Առողջության թեման իհարկե անսպառ է եւ այսօր կշարունակենք խոսել առողջության մասին ԻՄԱ բժշկական կենտրոնի տնօրեն Քրիստինե Մարտոյանի եւ գաստրոէնտերոլոգ Հասմիկ Թաշչյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք եւ կարծես թե ամբողջ տարի մենք տարբեր թեմաների անդրադարձանք հենց կապված ԻՄԱ բժշկական կենտրոնի հետ եւ ձեր գործունեության հետ։ Այսօր ունեք խոսք ասելու ձեր հեռուստայտում։ Միանշանակ։ Ես այսօր ցանկանում եմ իմ խոսքը սկսել շնորհակալական խոսքով։ Ես իմ շնորհակալական խոսքն եմ հղում բոլոր այն մարդկանց, ովքեր ողջ տարվա ընթացքում իրենց առողջությունը վստահեցին ԻՄԱ բժշկական կենտրոնի անձնակազմին եւ իրենց ջերմ վերաբերմունքով եւ բարի խոսքերով ավելի ոգեշնչեցին ամբողջ անձնակազմին եւ դա պարտավորեցրեց, որպեսզի մենք ընդլայնենք մեր եւ գործիքային եւ լաբորատոր ծառայությունները, ավելի բարելավելով ԻՄԱ բժշկական կենտրոնի աշխատանքը։
Եվ շնորհակալական խոսք եմ ուզում հղել նաև իմա բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, որովհետև ողջ տարվա ընթացքում բոլորը, քանի որ հետևողական էին, կիմանային, որ կատարվեցին տարբեր տեսակի ակցիաներ, եւ անվճար, եւ վճարովի, եւ որևիցե բժիշկ, որևիցե անգամ չի նեղվել կամ չի տրտնջացել այդ ակցիաներից, չէ՞ որ դա կատարվել է կենտրոնի ուժերով։ Իհարկե տոնական օրերին ակցիաները շարունակվելու են եւ բոլորը, ովքեր որ հետևում են մեր խորհուրդներին, կատարվելու է 2 օր դենսիտոմետրիայի անվճար հետազոտություն։ Ինչ է այդ հետազոտությունը։ Բոլոր նրանք, որ այդ հետազոտության միջոցով կարող ենք մենք հայտնաբերել ոսկրի խտության պակասը, օստեոպարոզ կոչվածը, որը կարող է լրակյաց ընթանալ եւ որևիցե կլինիկական արտահայտություններ չունենալ։ Այս ախտորոշումը ցուցված է եւ տղամարդկանց, եւ կանանց 30-40 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձի։ Բոլոր նրանք, ովքեր ունեն քաշի խնդիրներ, բոլոր նրանք, ովքեր երկարատև օգտագործում են հորմոնալ պրեպարատներ, ունեն քաշի պակաս, ունեն ծանրաբեռնվածություն ֆիզիկական, այս հետազոտությունը նրանց համար է։ Կատարվելու է նաև հոդերի սոնոգրաֆիկ հետազոտություն ընդամենը 4000 դրամով, որը որ ցուցված է օստեոարտրոզների դեպքում, այսինքն այն ցույց է տալի հոդերի դեֆորմացնող բնույթի հիվանդությունները, մեր աճառային սկավառակը, մենիսկը, շրջակա փափուկ հյուսվածքները, հեղուկի արկայությունը, կիստայի արկայությունը, չէ որ կանայք տոնական օրերին սիրում են ծանրաբեռնված աշխատել ու վազել, այո, կանգնած են լինում, սիրում են ուզած-չուզած։ Այո, շուկան, խոհանոցը, հյուրասիրությունը եւ մնացած բաները, այդ բոլորը ծանրաբեռնվածություն են մեր ոտքերի վրա։ Ուստի այդ իսկ առումով կատարվում է նաև անոթների դուպլեքս հետազոտություն, որը որ կարող է դառնալ տարբերակիչ ախտորոշում, կա անոթային անբավարարություն, կա հոդերի հիվանդություն, թե ոսկրի խտության պակաս։ Ինչպես դուք էլ նշեցիք, իհարկե բոլորս գիտենք, որ առջևում տոներն է եւ մենք հայերը սիրում ենք տենց լավ ուտել խմել եւ բնականաբար հետո ունենում ենք ցավոք որոշակի խնդիրներ։ Ինչպես խորհուրդ կտաք հերոստատիտողին պատրաստվել ամանորին եւ որ այդ համեղ մասը դրանից չտուժի եւ որ մեր առողջությունը չտուժի։ Շուտով 2017 թվականը կմտնի լիիրավ իրավունքների մեջ։ Մենք բոլորը սպասում ենք այդ տոնին եւ փոքրերը եւ մեծերը նոր սպասումներով ապագայի նկատմամբ, բայց պետք է հիշել, որ ամանորը իհարկե ստրես է օրգանիզմի համար, քանի որ մեր տոնական միջոցառումները սկսում են ոչ թե 31-ից, արդեն սկսում են դեկտեմբերի կեսերից։ Մեր կորպորատիվ այդ միջոցառումները, որ սկսվում են դեկտեմբերի կեսերից, արդեն հագեցած խնջույքները, այնտեղ ամանորյա գիշերը հետ տարեմության 13 օրը գումարած 10 տարի հայ ժողովուրդը մենք բոլորս այդ հագեցած կերոխումերի մեջ ենք, որից տուժում է մեր օրգանիզմը։ Եվ պետք է հիշել, որ ամանորը դա տոն է առաջինը մեր հոգու համար եւ ոչ թե ուտելու մրցույթ է, ալկոհոլը չարաշահելու մրցույթ է։ Այո, եւ այդ օրերին տուժում է մեր բոլոր օրգան համակարգերը։ Ամենաառաջին իհարկե տուժում է մեր խեղճ աղեստամոքսային տրակտը, տուժում է ստամոքսը, սրվում են խոցային հիվանդությունները, լեղաքարային հիվանդությունները, ալկոհոլի գարեջրի չարաշահման հետ պատճառով կարող է տուժել միզասեռական համակարգ։ Այ հիվանդները շատ հաճախ կարող են հիվանդանոց հոսպիտալացվել երիկամային խիթի նոպայի տարբերակով։ Պանկրեատիտներն են սրվում, կարող են սրվել ալերգիաները, չէ՞ որ մեծ պանկրեատիտը ներեցեք։ Դա ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որը կապված է մեր խիստ ճարպոտ ուտելիքի չարաշահման հետ։ Ճարպոտը եւս պետք է սահմանափակ։ Սիրտ-անոթային համակարգն է սրվում, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն են սրվում, եւ շատ ստատիստիկայի շատ հաճախ հանկարծամահությունները հենց գրացվում են ամանորյա գիշերը, որը հենց կապված է մեր գեր ծանրաբեռնված ուտելիքների հետ, ալկոհոլի չարաշահման հետ, ինֆարկտներ, ինսուլտները կարող են լինել, ինչպես նշեցի, ալերգիաները, մեծ քանակությամբ ուտելիքի, երբ որ մենք օգտագործում ենք վրայից ցիտրոսները, գազավորված ըմպելիքները, եւ կարող են ալերգիաների սրացումներ մենք ունենալ։ Եվ քանի որ ես գաստրոենտերոլոգն եմ, եւ մեզ բժշկուհի ներկայացրեց մեր կենտրոնի ակցիաներ, ես կուզենայի այդ ակցիաների տեղատարափը շարունակել։ Քանի որ ամենաշատ տուժող օրգանը ինչն է, դա մեր լյարդն է։ Ուստի իմաբժշկական կենտրոնը հայտարարում է հետազոտություններ կապված լյարդի հետ անվճար։ Առաջինը դա լյարդի բիոքիմիական հետազոտություն է այրան միջոցով, որը պետք է կատարվի անվճար առաջին
մեկ շաբաթ ներողություն անվճար չէ 50% զեղչով առաջին մեկ շաբաթվա ընթացքում նախքին 6000 դրամի փոխարեն 3000 դրամ, որի մեջ մտնելու է 7 ցուցանիշ, որը ձեր ցույց կտա ձեր լյարդի վիճակը։ Հաջորդ ակցիան դա վերաբերվում է այրան ընդհանուր քննությանը, որը կատարվելու է ընդամենը 1000 դրամով, որի մեջ մտնում է մոտավորապես 20 ցուցանիշ այրան ընդհանուր քննությունը լեյկո ֆորմուլայով։ Եւ ընդ որում այս հետազոտությունը իմաբժշկական կենտրոնը կարող է հաշված րոպեների անգամ վայրկյանների ընթացքում այս հետազոտության պատասխանը տալ ձեզ։ Ուշադրություն դարձրեք, որ եւս մեկ անվճար հետազոտություն կուզեի նշել, դա քանի որ մեր կենտրոնը շատ հաճախ պարազիտակության վերաբերյալ միշտ ակցիաներ է հայտարարում եւ ավելի մասնագիտացված խորացված է մեզ մոտ կատարվում, եթե մինչ այդ մենք ասում ենք, որ երեխաների մոտ ենք պարազիտակությունը ստուգվում, հիմա առանց տարիքային սահմանափակման եւ մեծերը եւ փոքրերը կարող են անցնել այս հետազոտությունը եւ ընդ որում հաղորդման ընթացքում առաջի 10 զանգողների կոպրոլոգիական հետազոտություն, այսինքն կղանքի հետազոտությունը պարազիտների հանդեպ, որտեղ կերևա նաև ձեր մարսողությունը կատարվելու է բացարձակ անվճար։ Հենց այսօր, եթե ընթացքում առաջին 10 զանգողների կոպրոլոգիական հետազոտությունը։ Մենք հիմա չենք հասցնի դուրս գալ, եթե զանգարել է վերադառնալ։ Բայց դուք ունեք հնարավորություն։ Եվ լյարդի վերաբերյալ իհարկե ամենակարևոր առաջին հետազոտությունը դա սոնոգրաֆիկ հետազոտություն է որովայնի օրգանների, քանի որ տուժում է եւ լյարդը, եւ լեղապարկը, եւ լեղուղիները, եւ ենթաստամոքսային գեղձը, որովայնի խոռոչի սոնոգրաֆիկ հետազոտությունը կարժենա ընդամենը 3000 դրամ։ Եվ մինչ ամանորը բոլորիս խորհուրդ ենք տալիս հետազոտվել, թող դա լինի ձեր տեղամասային պոլիկլինիկան, թող դա լինի իմաբժշկական կենտրոնը, անպայման հետազոտվեք, քանի որ դուք կարող եք ունենալ ինչ-որ թաքնված հիվանդություններ, ամանորյա այս գերծ անաբեռնվածությունը ավելի կվատացնի ձեր վիճակը։ Իմանանք ինչ է պետք ու ինչ պետք չէ այդ օրը։ Ինչպես նաև երևի թե ինչ որ նշաններ պետք չէ, պետք է ուղղակի պրոֆիլակտիկ ստուգվել, իսկ մենք կարճատև գովազդից հետո կշարունակենք զրույցը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հյուրերին, իմաբժշկական կենտրոնի տնօրեն Քրիստինե Մարտոյանն է մեր հյուրը եւ գաստրոենտերոլոգ Հասմիկ Թաշչյանը, զրուցում ենք առողջությունից բնականաբար եւ այ խոսեցինք ստորին վերջույթների ցավերից, նոր տարի է, բոլոր մարդիկ վազվզում են, ունենում են հոդերի ցավեր, երակների ցավեր եւ մեծ խնդիրներ։ Էլ ինչ է առաջարկում իմաբժշկական կենտրոնը այդ ամենը։ Իմաբժշկական կենտրոնում կատարվում են բուժումներ օստեոպարոզի, օստեոարտրոզի, օստեոխոնդրոզի դեպքում։ Այսինքն կամ բոլոր այն նեղ մասնագետները, որոնք կարող են հիվանդին առաջի օգնությունը եւ բուժման տևողությունը բոլորը պահել հսկողության տակ։ Օստեոպարոզի դեպքում նախ կատարվում է համապատասխան լաբորատոր հետազոտություններ, պարզելու պատճառը, կատարվի էնդոկրինոլոգի կողմից եւ նյարդաբանի կողմից, եթե կարիք լինի նաեւ ռևմատոլոգի կողմից։ Օստեոխոնդրոզի դեպքում կատարվում է մանուալ թերապիա, դա արդեն անհատական է, դա կինեզիոլոգի կողմից է կատարվում խորհրդատվությունը ըստ գանգատների, ըստ խնդրի, ըստ ռենտգեն նկարի, արդեն համապատասխան բուժումներ եւ մոտեցումներ է ցուցաբերվում։ Օստեոարտրոզների դեպքում իմաբժշկական կենտրոնում կատարվում են ներհոդային ներարկումներ, այսինքն օստեոարտրոզը դա դեֆորմացնող բնույթի հիվանդություն է հոդերի, որը ախտահարում է աճառները, մենիսկները, բերում է ոսկրային դեֆորմացիաների, որը որ կարող է երկարատև ընթացքով ունենան ցավեր, ծանրություն, շարժումների սահմանափակում, աստիճանները դժվարության բարձրանան իջնես եւ իհարկե վերջում ինքնասպասարկման դժվարացում։ Իմաբժշկական կենտրոնում կատարվում են ներհոդային ներարկումներ պլազմոթերապիայի ձևով, ինչպես նաեւ դեղորայքային գելերի ձևով, կախված խնդրից արդեն։ Պլազմոթերապիան դա սեփական այրան շիճուկը ֆիլտրվում է եւ այն պլազման, որը որ ֆիզիկական կազմությամբ համապատասխանում է սինովիալ հեղուկին, մոտ է սինովիալ հեղուկին, ներարկվում է հոդի խոռոչ։ Ոչ մի վտանգավոր բան չկա, հենց քո այո, լրիվ բնական բուժման մեթոդ է։ Եվ անցավ է։ Դա անցավ է, այո։ Եվ իմաբժշկական կենտրոնում, քանի որ խոսեցինք ոտքերի ցավից, կատարվում է էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, որը որ ախտորոշում է ծայրամասային նյարդի ֆունկցիայի վիճակը։ Շատ բարի։ Ամեն դեպքում անկախ նրանից, որ խորհուրդ եք տալիս ճիշտ սնվել, չմոռանալ, որ ի վերջո ամանոր այդ մի օրով կյանքը չի ավարտվում եւ կյանքը դեռ շարունակվելու է, կխնդրեմ մի փոքր ասել ինչի հետ կարելի է կամ չի կարելի, հա, խառնել, որովհետեւ մենք ավելի հեշտ ենթարկվում ենք նրան, ինչ լսում ենք այսպես բառացի։ Տոմայից հետո աղցան ենք ուտում, աղցանից խառնում ենք իրար ինչ գտնում ենք, վերջում է միրգ եւ քաղցրավենիք։ Մեկ ժամ։ Քանի որ մեր սիրելի տանտիկիները, մեր մայրիկները սիրում են ճաշատեսակներ, որոնք հասնում են այն քանակի, չէ՞։
բազմաթիվ տարատեսակներ են դրանք, ընդ որում տարատեսակներ այդ բաների սննդակարգը լինում է խիստ ճարպոտ։ Ուստի խորհուրդ ենք տալիս, գոնե եթե այդ տաք տարատեսակները ճաշերի դրանք մսային յուղոտ ճաշեր են, թող աղցանները լինեն թեթև բանջարեղենային աղցաններ։ Այստեղ աղցանների առումով կուզենայի նշել, որ անպայման աղցանները, եթե դուք համեմելու եք թթվասերով կամ մայոնեզով, անպայման դուք դա խառնեք ձեր ինգրեդիենտների հետ մատուցելուց առաջ։ Եվ եթե այն սենյակային ջերմաստիճանը մնում է 2 ժամ, կարող եք օգտագործել 2 ժամից ավել, այն պետք է գնա դեպի աղբամանը։ Եթե պահվում է սառնարանային պայմաններում արդեն խառնված սալաթը, աղցանը դուք կարող եք պահել ընդամենը 24 ժամ, 2-ից 4 աստիճանում, որից հետո նույնպես օգտագործման այն ենթակա չէ։ Չեք խառնում, դուք կարող եք արդեն առանձին այդ մասերը պահել, այնուհետև անմիջապես մատուցումից առաջ խառնել, նոր մատուցել։ Ճարպոտ այդ խոզի միսը, խոզի բուդը, որ ավանդական բոլորը պատրաստում են, աշխատեք փոխարինել ավելի հնդուհավի մսով, հավի կրծքամսով, որոնք ավելի քիչ կալորիական են եւ քիչ ճարպ են պարունակում։ Միսը մի խառնեք քաղցր գազավորված ըմպելիքների հետ, ալկոհոլը գազավորված ըմպելիքների հետ, քանի որ գազավորված ըմպելիքների ներքո սպիրտը ավելի արագ է ներծծվում մեր արյան մեջ։ Իր մեջ պարունակում է ածխաթթու գազ, որը ավելի արագ ալկոհոլը անցնում է մեր արյան մեջ եւ հարբածությունը ավելի արագ կարող է ունենալ։ Մի խառնեք տարբեր սպիրտային խմիչքները, այսինքն օղի մի խառնեք, ասենք կոնյակի հետ, շամպայնի հետ, սկսել եք երեկոն օղիով, շարունակեք օղով, սկսել եք շամպայնով, շարունակեք շամպայնով։ Եվ այս մեծ քանակությամբ ուտելիքների այս չարաշահումը, այս աստղաբաշխական ամենաթողությունը ինչի է բերում շատակերության, որով եռակի քառակյանքում տուժվում է մեր լյարդը։ Ինչ է կատարում լյարդի հետ, լյարդի հյուսվածքը փոխարինում է ճարպային հյուսվածք, արդեն դա ժամանակի ընթացքում, որ հետագայում կարող է բերել ցիրոզի, որը կարող է բերել հետագայում գեպատոցելյուլյար ռակի։ Եվ Իսկ եթե արդեն խառնել ենք եւ արդեն վատ վիճակում ենք ալկոհոլը թունավորում ենք ստացել, ինչ է կարելի ուտել կամ ինչ չի կարելի։ Ոչինչ չի կարելի ուտել, բնակ օրգանիզմը պիտի հանգստի թողել, կարելի է օգտագործել միայն միջ այդ հանգստի պահերում ավելի լավ դուք օգտագործեք ավելի շատ մաքուր ջուր, ոչ թե գազավորված ըմպելիքներ, ոչ թե շատ ես հասկացա ձեր հարցի պահը, ակտիվացված ածուխ կարող եք դուք օգտագործել մինչև ալկոհոլի ընդունումը, մինչև ճարպոտ ուտելիքների ընդունումը կարող եք օգտագործել ակտիված, ամենաանմեղը շատ բաներ է խորհուրդ տալիս, ուղղակի պետք չէ չափը անցնել, ամեն ինչում պետք է պահպանել չափավորությունը։ Շատ են նաև 6-րդ օր արդեն սպասեմ պատմեմ։ Եվ 2, 2-րդ, 3-րդ օրվանից ինչ է սկսում են արդեն թունավորումները։ Այդ ուտելիքները արդեն հնանում են, աղցանները, 2-րդ, 3-րդ օրվանից սկսում են թունավորումները։ Եվ չմոռանանք մեր ավանդական սպասի մասին, բոլոր տանտիկիները ունենում են եւ խորհուրդ է տրում հենց 31-ի գիշերը, գիշերվայից հետո առավոտյան անպայման օրը սկսեք սպասել։ Որ ձեր օրգանիզմը ավելի հանգիստ կպահի հետագա ցնցումներից։ Իսկապես լսի այս խորհուրդները, որովհետեւ միևնույնն է ինչքանով նայում ենք, շատ քիչ տոկոսն է, չէ՞։ Այդ ամենը լսում կրկին օգտագործում են, բայց հիմա ավելի կարևոր է մինչև նոր տարին գալ ձեզ մոտ, թե նոր տարուց հետո, թե երկուսն է պետք է։ Իհարկե, մինչև նոր տարին ինչ բավոր գոնե իմանաք դուք ինչ թաքնված խնդիրներ ունեք, որտեղ ունեք մարդիկ, որոնք 30-40 տարի ընդհանրապես չեն հետազոտել, գալիս են փաստի առաջ լեգակարային հիվանդություն կամ ունեն խոցային հիվանդություն։ Դա չիմանալ մի հատ է չարաշահում են ուտելիքը եւ կարող են, ոնց որ ես ասեցի, շատ հաճախ այդ գեր ուտելու հետևանքով կարող է նաև հանկարծամահություն առաջանալ ալկոհոլի չարաշահման պատճառով։ Գոնե իմանաք առաջնակի խնդիրը, մինչև մեր նոր տարի բերեք կարգի բերենք մեր օրգանիզմը, որովհետեւ կարողանանք նոր տարին անցկացնել մեր ընտանիքներում։ Չէ՞ որ ամանորը դա ընտանեկան տոն է։ Չարաշահման դեպքում դուք կարող եք գտնվել հիվանդանոցում եւ նոր տարին այդպես կմնա ձեր հիշողության մեջ։ Շատ դեպքեր ունենք, որ տոնական լեցուն սեղանների շուրջ սկսում են խոսել իրենց հիվանդություններից։ Այդ ցավում է, այդ չգիտեմ ոնց անել, չէ՞ որ կարելի է մի քանի սննդակարգեր նվազեցնել, բայց լինել առողջ սեղանի շուրջ եւ ուրախ։ Միանշանակ, շատերը ցանկանում են իհարկե գնալ գաստրոենտերոլոգի մոտ, որպեսզի իմանան, որ առողջ չեն կամ իմանան ինչ խնդիր ունեն ու դա լուծեն, բայց այդ զոնդ կուլ տալու գաղափարը շատ վախեցնում է շատ շատերին։ Արդյոք սա պարտադիր է, թե կա այժմ ինչ-որ մի պրոցեդուրա, որը որ առանց դրա է։ Ուրեմն նախ գաստրոենտերոլոգ ինքն է բուժման ընթացքում ոչ մի զոնդ են կուլ տալիս, այրամիջոցով են կամ, բայց առաջնակի ամենաառաջին, եթե կա ստամոքսի խնդիր, ինչն է առաջացնում խոցը, դա առաջացնում է հելիկոբակտերը։
Այդ հետազոտությունը պարտադիր արվում է եւ այրամիջոցով եւ կղանքի միջոցով, որի միջոցով մենք կարող ենք առաջնակի արդեն իմանալ ձեր օրգանիզմում կա այդ հարուցիչը, որը կարող է առաջացնել հետագա խնդիրները։ Եվ այրոցները նորից կոչը ժողովրդին մի հանգեցրեք սոդայի միջոցով, քանի որ այրոցը շատ հաճախ կարող է ձեր օրգանիզմում արգա ուռուցքի սիմպտոմը լինել։ Եվ եթե տանը մեկը կա խոցով հիվանդ, գաստրիտով հիվանդ, դուք պետք է անպայման բուժեք, որտեվ հիմա արդեն գաստրիտը եւ խոցը համարվում է վարակիչ։ Այսինքն դուք կարող ձեր երեխային, ձեր ամուսնուն վարակել այդ հիվանդությամբ։ Իսկ ձեր ասած այդ հելիկոբակտերը ինչ են? Դա հանդիսանում է իրենց հարուցիչ, որը անցնում է թքի համբույրի միջոցով, որը անցնում է կենցաղի միջոցով, որով դուք կարող եք ձեր երեխային Դրա արդյունքով 99% դեպքերում խոցային հիվանդությունը առաջացնում է հելիկոբակտերը։ Եվ մայրիկը երբ որ համբուրում է իր երեխային կամ գտալով իր օգտագործած կերակրում է իր բալիկին, այդ հարուցիչը անցնում է նրա օրգանիզմ եւ որոշակի պայմանների դեպքում արդեն նախատրամադրող հանգամանքների դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ, ամուսնու մոտ կարող է առաջանալ, այն համարվում է առաջին կարգի կանցերով։ Հելիկոբակտերի առկայությունը մենք կարող ենք պարզել առանց որևէ բան կուլ տալու։ Այո, առանց որևէ բան կուլ տալու եւ ընդ որում իմա բժշկական կենտրոնը այս հետազոտությունները շատ արագ էքսպրես մեթոդով կատարում է։ Դուք կարող եք մի քանի րոպեների ընթացքում իմանալ ունեք այդ հարուցիչը թե ոչ։ Եվ այդ հարուցիչը կարող է դառնալ տհաճ հոտի բերանի հոտի պատճառ կարող է հանդիսանալ, որը շատ ընտանիքների ամուսնալուծության պատճառ է դառնում։ Այո, մեզ նորություն իմացա, մեզ նեսելի երթայտողներ ձեզ կոչ անել, որ իսկապես որպեսի դանակը ոսկորինչացնի, ընդամենը պետք է հետազոտվել նախորոք, իմանալ խնդիրները եւ փորձել դրա դեմ պայքարել մինչ նոր տարի։ Այո, տարբերակները շատ են, այլևս պետք չի գնալ հետազոտության, հետո օրերով սպասել պատասխաններ։ Ինչպես հասկացանք, մի քանի րոպե, որոշ դեպքերում անգամ մի քանի վայրկյան եւ դուք կհասկանաք, որ ամբողջովին առողջ եք կամ ունեք մի փոքրիկ խնդիր, որը շատ հեշտ լուծվում է։ Եվս մեկ անգամ առաջարկում ենք հիշեցնել այն բոլոր ակցիաները, որոնք որ այժմ գործում են հիմա բժշկական կենտրոնում եւ այլպես սա հոդերի սոնոգրաֆիան է, որը կատարվում է մեծ զեղչով, 2 օր դենսիտոմետրիան կատարվում է միանգամայն անվճար, որ օրերն են այս 2 օրերը։ 5 շաբթի եւ ուրբաթ օրերին։ 5 շաբթի եւ ուրբաթ օրերին համեցեք առողջանալու, զանգարում եք 5080 հեռախոսահամարով եւ այո, տեսնում ենք հեռախոսահամարն ու հասցեն։ Նաեւ անոթների դուպլեքս հետազոտությունն է 50% զեղչով, վահանաձև գեղձի հետազոտությունն է միանգամայն անվճար եւս առաջին 10 զանգահարողները հաղորդման ընթացքում կարող են խնդրում դուք ինձ օգնեք, կարող են պարազիտակրության հետազոտությունը կղանքի միջոցով անցնել միանգամայն անվճար եւ արյան ընդհանուր հետազոտությունը կատարվում է ընդամենը 1000 դրամով, ինչպես նաեւ լյարդի բիոքիմիական հետազոտությունը կատարվում է նախկին 6000-ի փոխարեն 3000 դրամով։ Օգտվեք առիթից, այո, չնչին գումարներով որպեսզի 2017-ը դիմավորեք առողջ եւ անցնեք եւս այն անցկացնեք եւս առողջ ու երջանիկ։ Նաեւ այս բանը պետք է նշել, որ մասնագետների առաջնային խորհրդատվությունը եւս կատարվում է միանգամայն անվճար, այնպես որ կարող եք զանգահարել, հետազոտվել եւ օգտվել առիթից։ Եվ քանի որ ամեն դեպքում ամփոփում ենք 2016-ը, գալիս է նոր տարին 2017-ին, ինչ կմաղթեք մեր հեռուստայտողին որպես բժիշկ։ Ես բոլորից կմաղթեմ խաղաղություն առաջին հերթին։ Բոլոր մեր զինվորներին բարի վերադարձ եւ սերն ու երջանկությունը թող ամբողջ տարին տիրի մեր բոլորիս ընտանիքներում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հիշեցնենք եւս մեկ անգամ, որ մեր հյուրերն էին իմա բժշկական կենտրոնի տնօրեն Քրիստինե Մարտոյանը եւ գաստրոենտերոլոգ Հասմիկ Տաշյանը։ Շնորհակալություն եւ մեր եթերում այս տարի շնորհակալություն ձեզ լավ զրույցի համար, ձեզ նույնպես մաղթում ենք լավ տարի, իսկ մեր եթերում գովազդ է։ Կրկին վերադարձանք, ինչպես հայտնի է, Մանչեսթեր Յունայթեդը անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում 1-1 հաշվով ոչ ոքի խաղաց Էվերթոնի հետ։ Իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց 84 րոպե եւ փոխարինվեց այն պահին, երբ հաշիվը դեռ 1-0 էր հօգուտ Մանհեթենի։ Այժմ ձեր ուշադրությանը կներկայացնենք Մխիթարյանի խաղի վերաբերյալ բրիտանական մամուլի ամենաուշագրավ մեկնաբանությունները, որոնք այս անգամ ծայրահեղ տարբեր են եղել։ Մասնավորապես Manchester Evening News-ը գրում է Մխիթարյանը բարձրակարգ էր, բայց Ֆելայնին ամեն ինչ կործանեց։ Հոդվածագիրը նշում է, որ Մխիթարյանը ստացել ամենաբարձր 7 գնահատականը, նույնքան որքան Դավիթ Դխեան ու Ֆիլ Ջոնսը։ Իսկ ahagol.com-ի վարկածով Մխիթարյանը ստանում է 2.5 գնահատականը 5 բալանոց համակարգում։ Յունայթեդը իր բոլոր վտանգավոր գրողներն անցկացնում էր հայազգի ֆուտբոլիստի մասնակցությամբ։ Նրա ինտուիտիվ շարժումները գնդակով ու առանց դրա լուրջ անհանգստություններ պատճառում Էվերթոնին, գրում է Մենը։
Daily Mail-ը գովեստի խոսքեր է գրել Մխիթարյանի հասցեին։ Հայազգի ֆուտբոլիստը շարունակում է իր փայլուն ելույթները աջ եզրում։ Որոշ դրվագներում նրա սուպեր դրիբլինգը իսկական գիշերային սարսափ է դարձել Էվերթոնի պաշտպանների համար, գրում է բրիտանական պարբերականը։ Դե ինչ իսկ այժմ ֆուտբոլային նորություններից մեր հայերիս հպարտությունից տեղափոխվենք այն բոլոր մարդկանց, ովքեր ուզում են առաջին ժամադրության գնալ, անի։ Այս հարցում մեզ կօգնի մոլորակի շուրջ էջը, որ պատմում է այս անգամ էկզոտիկ հյուրանոցների մասին։ Առաջին ժամադրություն թող լինի լավ երկրներ։ Տարօրինակ լուծումներով եւ արտասովոր դիզայնով հյուրանոցներ աշխարհի տարբեր անկյուններում։ Ամենատպավորիչ ու ամենաինքնատիպ հյուրանոցների շարքից հաջորդի։ Հյուրանոց, ուր չի արգելվում նաև կենդանիների մուտքը։ Ամենաարտասովոր հյուրանոցներից միակը, ուր կարելի է համատեղ ճաշել աշխարհի ամենաբարձրահասակ կենդանու հետ։ Ընձուղների պանդոպ կոչվող հյուրանոցը գտնվում է Քենիայում։ Նայրոբի շրջանում տեղակայված կառույցը հայտնի է իր Ռոթշիլդ տեսակի ընձուղներով, որոնք բնակվում են հյուրանոցի ընդարձակ տարածքում, անկաշկանդ շփվում ու սնվում հյուրերի հետ։ Ընձուղների կալվածքը կառուցվել է Մակինթոշների ընտանիքից Դեվիդ Դունկանի կողմից 1932 թվականին։ Սակայն ամեն ինչ սկսվել է 1974 թվականից, երբ այս տարածքը ձեռք բերեցին Լեսլի Մելվինս ամուսինները։ Ապա 47 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքում նրանք սկսեցին պահել Ռոթշիլդ տեսակի ընձուղթի ձագեր, ինչպես նաև այլ վայրի կենդանատեսակներ։ Իսկ արդեն 1983 թվականից ընձուղների կալվածքը բաց է այցելուների առջև եւ շատ չանցած այն վերածվեց փոքրիկ հարմարավետ հյուրանոցի, որը կենդանասեր հյուրերի պակաս երբեք չի զգում։ Տեղափոխվենք Չիլի։ Տորես դել Պայնե ազգային պարկի գեղատեսիլի բնության գրկում է տեղակայված աշխարհի ամենաինքնատիպ հյուրանոցը Էկո Քեմփ, այսինքն էկո ճամբար։ Պատագոնիայի հարթավայրում տեղակայված 25 շրջանաձև էկո վրաններն իրականում հարմարավետ առանձնասենյակներ են գիշերելու համար, իսկ հյուրանոցային գլխավոր կառույցում կա ռեստորան, բար, գրադարան, սպորտակումբ, սաունա։ Էկո ճամբար հյուրանոցի արտասովոր վրանները կառուցելիս չեն կիրառվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կվնասեին շրջակա միջավայրը, տարածքը չի փորվել, ծառահատումներ չեն եղել։ Էկո հյուրանոցն ունի էներգիայի սեփական աղբյուրներն ու արևային վահանակները։ Չիլիի էկո ճամբար հյուրանոցը սիրելի վայր է հատկապես վայրի բնության սիրահար էկո զբոսաշրջիկների համար։ Արտասովոր դիզայնով եւս մեկ հյուրանոց, որը համարվում է ճարտարապետական գլուխգործոց եւ դասվում է Իսպանիայի լավագույն ժամանակակից կառույցների շարքին։ Մարկես դե Ռիսկալ, իսպանական գինու քաղաքի Էլ Սիեգոյի ամենահեղինակավոր վայրերից մեկը, ուր հաճախ են իրենց թանկարժեք հանգիստը վայելում հոլիվուդյան աստղերը։ Տպավորիչ դիզայնով էքստերիեր, ալիքաձև թեքված պատեր, մետաղյա տանիք, վանդակավոր եւ զիգզագաձև պատուհաններ։ Ժամանակի ամենատաղանդավոր ու հայտնի ճարտարապետներից մեկի Ֆրենգերի հերթական գլուխգործոցը հանրությանը ներկայացվեց 2006 թվականին եւ միանգամից դարձավ Իսպանիայի ամենացանկալի վայրերից մեկը։ Յուրօրինակ դիզայնով ճոխ ու հարմարավետ ինտերիեր, 43 լյուքս համար, բարձրակարգ ծառայություններ, իր առանձնահատուկ ուտեստներով հայտնի խոհանոց եւ սեփական գինեգործարանում պատրաստվող յուրահատուկ գինի։ Անհավանական հյուրանոցների հետքերով տեղափոխվենք Շվեդիա, Tree Hotel, այսինքն ծառ հյուրանոց։
Համալիրն ունի մեկը մյուսից արտասովոր տնակներ արտասովոր անուններով՝ խցիկ, ծտիբույն, ծխրիտ, թռչողափսե անուններով։ Սակայն աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվել է հատկապես հայելի խորանարդ կոչվող տնակը, որն իր հայելային պատերի մեջ արտացոլում է շրջակայքի հիասքանչ բնապատկերներն ու այդպիսով դառնում անտեսանելի։ 2014 թվականին կառուցված ծառ հյուրանոցի զարմանահրաշ տնակներում գիշերելն արժե ավելի քան 500 եվրո։ Ահա եւ Վիետնամի ամենահեքիաթային ու տարօրինակ կառույցը՝ Հանգ Նգա հյուրանոց։ Նաև խելագար տնակ անվանումով հայտնի աշխարհի ամենաանհավանական շինություններից մեկը կառուցվել է թայլանդցի մի ճարտարապետի կողմից։ Հյուրանոցն առաջին հետաքրքրասեր հյուրերին ընդունել է 1990 թվականին, որոնք էլ հենց ակամա բղավել են։ Այ քեզ խելագար տնակ։ Հեքիաթային Հանգ Նգա հյուրանոցն այդպես էլ մինչ օրս հայտնի է հենց այս անվանումով։ Վիետնամական Դալատ քաղաքի հայտնի խելագար տնակն ասես թանգարանային կառույց լինի, որի հանդեպ հետաքրքրությունը միայն գնալով աճում է։ Այստեղ գալիս են զարմանալու, զարմացնելու եւ զարմանահրաշ տնակում գիշերելու համար։ Ահա այսպիսի էկզոտիկ հյուրանոցներ։ Ինչպես Անահիտը խոստացել էր, այժմ խոսենք առաջին ժամադրության ընթացքում լավ տպավորություն գործելու տարբեր ժամանակաշրջանների կանոնների մասին։ 19-րդ դարում խիստ կարևոր էր աղջկա արտաքին տեսքը։ 1912 թվականի ամերիկյան The San Francisco Call թերթում գրված է, որ կանանց երկու տեսակ կա՝ առաջինը քաղաքակիրթ, իսկ երկրորդը ականջողով։ Հիմա էլ շատ կարևոր է կանանց արտաքին տեսքը, ականջողն էլ քաղաքակիրթն էլ այժմ մեկտեղվել են։ 1850 թվականին գրված Ինչպես դառնալ լեդի գրքում հեղինակը գրում է, որ իսկական լեդիները չպետք է կատակեն, առավել ևս առաջին ժամադրության ժամանակ, քանի որ դա դիտվում է որպես անդաստիարակություն։ Ես հաստատ իսկական լեդի չդարձան։ Այժմ ասում են հումորի զգացում չունի, մի հատ կատակել չի հասկանում։ Աղջիկների էթիկետի 1901 թվականի ուղեցույցում գրված է, որ ոչ մի դեպքում չի կարելի լացկան լինել, որովհետև դրա պատճառով կորչում է դեմքի թարմությունը, իսկ շրջապատողները լացկանին սկսում են սարսափելի ձանձրալի կոչել։ Մեզ մոտ հիմա ուրիշ աղջիկը մի անգամ ձացում է, տղեն ասում է Սիրելի տղամարդիկ, եթե չեք ուզում, որ աղջիկը ձեր կողքին լաց լինի, ապա ստիպված եղեք նրան երջանկացնել օրը 24 ժամ։ Միջնադարում յուրաքանչյուր լեդի պետք է առանց տարասխալների գրել իմանար, քանի որ ժամանակագրությունն ավելի գերադասելի էր, քան բնական բանավոր շփումը, քանի որ հենց նամակներով էին չափում աղջկա խելքը։ Այս ամենական բանը որ պետք է։ Այո, սրա համաձայն ենք մենք։ Այժմ էլ ցանկալի է, որ կինը առհասարակ մարդը լինի գրագետ եւ գրի գեղեցիկ։ Ինչպես ասել է Օսկար Ուայլդը, մեր օրերում մարդիկ ինչի գինը գիտեն, բայց ոչինչ չեն կարողանում գնահատել։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, մնացեք բարով։ Մինչ վաղը։